առավոտից իրիկու հիմա էլ տարածում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Պեսարին Նենարին եւ այլ, բայց ի սկզբանե գիտեին, որ դա այդպես լինելու է։ Հիմա ասում են, բայց անօրինականություններն անում է, բան չի արձագանք չկա, ինչ արձագանք եք ակնկալում։ Այսօր քաղաքական դաշտում ամենաակտիվ գործիչները ռուսամետ որ կան, եթե իրանք քայլեն, կողքով գնաք քայլեք, ձեր թևի տակ լինի քրեական օրենսգիրքը, պատահական որեջը բացեք, մատները պատահական հոդվածի վրա դնեք, այդ հոդվածով կարաք իրանց դատեք։ Բոլորին անխտիր։ Հետո մի հատ թերթեք, մի հատ էլ հոդվածի վրա դնեք դատեք։ Ինչն է հարցը։ Ինչ անօրինականություններ Փաշինյանն անում է, հասարակության մեջ շատերը ողջունում են, որովհետև դուք թալանչիներ եք, դուք վատ բանակցել եք, դուք երկիրը թալանել եք, եւ արդյունքում ստացվում է, որ դուք ստեղծում եք բարենպաստ պայմաններ, որ Նիկոլ Փաշինյանը, որը այդ քաշը չունի, ինքը դառնա բռնապետ։ Դուք տենչում եք, որ Նիկոլ Փաշինյանին դարձնեք բռնապետ, չունի այդ մարդը այդ պոտենցիալը, չունի այդ հնարավորությունը։ Բայց քանի որ ձեզ ճնշելով ողջուններ է ստանում, իսկ մարդիկ էլ շատ դեպքերում մտածում են, եթե անգամ ասեն, իսկ ինչու է այս անօրինականությունն անում, պետք է ասեն, այդ ինչ արդեն այդ ռուսամետներին եք պաշտպանում։ Չէ, օրենքն ենք պաշտպանում, բայց օրենքը այդ ռուսամետների գնով չենք ուզում պաշտպանենք։ Արդյունքում ստացվում է, որ իրանց քայլերով այնպես է, որ ժողովուրդը ողջունում ասում է, այո, լավ ես անում, գնա դրանց հետ ինչ ձևի ուզում ես վարվի, մենակ դրանց պատժի։ Իսկ այդ դեպքում մեր երկրում օրինականությունն է տուժում։ Այն չի համար Նիկոլ Փաշինյանին պետք չէր, որ մեր կարգի մարդիկ լինեին խորհրդարանում։ Ամենամեծ հակառակորդ իշխանությունը մեր դեմ չի աշխատի։ Իշխանությունը այդ մթնոլորտն է ստեղծել, որ մենք չանցնենք։ Այն մթնոլորտը, որը որ կա։ Պարզ քայլերով, որտեղ իրանց դա ձեռնտու չէր։ Իր արևմտամետները պարզա չէին անցնի իրան էին պաշտպանել, ուժ որն ասում էր ոչ նրանք պետք է չանցնեին, որպեսզի այսօր խորհրդարանում իրան չասեին այս անօրինականությունները ինչ ես անում, այս անօրինականությունները անելու դեմ այս ընդդիմությունը պայքարել չի կարող, մենք էլ լծակներ չունենք ժողովրդյան, այս է իրականությունը։